Այժմ անդրադառնալով հիմնական բարեփոխումներին, որոնք կատարվել են նախորդ տարվա ընթացքում, ցանկանում եմ նշել, որ նոր թափով իրականացրել ենք նոր սահմանադրության մշակման աշխատանքները, անցկացնելով սահմանադրական բարեփոխումների խորհրդի բազմաթիվ նիստեր, որոնք շարունակվելու են նաև շարունակվում են այս տարվա ընթացքում։ Մեր նախաձեռնությամբ ազգային ժողովի կողմից ընդունվել է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերությունների բարեփոխման փաթեթը, որը միտված է վերջապես ապահովել այս ոլորտում գործուն օրենսդրություն, բալանսավորելով թե սեփականատերերի, թե ձեռքբերողների, թե հանրության շահերը, ինչը վերջ կդնի հնարավոր չարաշահումներին, կնախատեսի խրախուսական երաշխիքներ եւ կապահովի գործընթացների անխոչնդոտ իրականացումը։ Շարունակել ենք հատուկ ուշադրության կենտրոնում պահել նաև դատական արդյունավետության չափանիշի ապահովման խնդիրը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունը, մասնավորապես դատական ծանրաբեռնվածության նվազումը ևս։ Այս նպատակով ազգային ժողով ենք ներկայացրել փաթեթներ, որոնցով առաջարկում է նախատեսել քաղաքացիական եւ վարչական գործերի եւ բողոքների քննության հստակ ժամկետներ եւ գրավոր ընթացակարգեր։ Նախատեսվել են նաև դատավորի փոփոխության դեպքում գործերի քննության ընդհատման պահից շարունակելու ընդհանուր կանոն, ինչպես նաև նոր դատավորի կողմից ապացույցների հետազոտման առավել ճկուն ընթացակարգեր։ Սահմանափակել ենք վարչական մարմինների կողմից մինչև 300,000 ՀՀ դրամ հանրային իրավական դրամական պահանջներով կայացված դատական ակտերը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունքը։ Շարունակելով խոսել դատաիրավական բարեփոխումների մասին, կցանկանայի նշել, որ քաղաքացիական դատարանի ծանրաբեռնվածությունը էապես կրճատել ենք։ Վերջին 2 տարիների ընթացքում քաղաքացիական դատարանը գործում է 80% նվազ ծանրաբեռնվածությամբ եւ մեր հաջորդ խնդիրը վարչական եւ քրեական դատարանների ծանրաբեռնվածության նվազեցումն է, ողջամիտ ժամկետներում գործերի քննության երաշխավորումը։ Մեր բոլոր նախաձեռնությունները միտված են հենց այս չափանիշների պահպանմանը։ Ճիշտ է, այսօր քննարկում ենք նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, բայց իմ խոսքում կցանկանամ նշել, թե ինչ ենք նախատեսել ապագայում անել եւ այս առումով բացի քաղաքացիական եւ վարչական դատարաններում գործերի քննության ողջամիտ ժամկետ նախատեսելուց, նույնատիպ կարգավորումներ ենք նախատեսում նաեւ քրեական դատավարության օրենսգրքում, այսինքն դատավորների փոփոխության դեպքում գործը զրոյական կետից չսկսելու կանոն ենք նախատեսում, ապացույցների հետազոտման ավելի ճկուն համակարգ ենք մշակում եւ սահմանում ենք գործերի քննության հստակ ժամկետ, որն այս պահին ընտրվել է 1 տարին, ոչ ավել քան 2 անգամ պատճառաբանված որոշմամբ երկարաձգման հնարավորությամբ։ Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման հետ կապված 2025 թվականի հուլիսի 1-ից գործարկել ենք ընտանեկան որոշ գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը, ինչի արդյունքում արդեն իսկ ունենք վարույթ ընդունված գործերի 57%-ով նվազեցում։ Իր հերթին ավելի է ակտիվացել արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոնի գործունեությունը, որը նախորդ տարի վարել է 307 արբիտրաժային գործ, որոնցից մեկը միջազգային եւ 165 հաշտարարության գործ, որոնցից 15-ը միջազգային։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունքում 2025 թվականին պետության եւ համայնքներին պատճառած գույքային վնասից փաստացի դրամական տեսքով վերականգնվել է շուրջ 2.2 միլիարդ դրամ։ Ես չեմ շարունակի ընթերցել, սա կառավարության կատարողականից է եւ ըստ էության ուղղակիորեն դատախազության եւ իրավապահ մարմինների գործառույթներին առնչվող հարցերը արդարադատության նախարարության մանդատի մեջ չեն մտնում, բայց ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության կատարողականի շրջանակներում այս հարցերին կա հստակ անդրադարձ։